Մենք այս պահին գտնվում ենք, կարելի ասել, երրորդ համաշխարհային պատերազմի շրջափուլում։ Գոյություն ունեն առանձին օջախներով, պրոքսիներով են պատերազմում միմյանց նկատմամբ, հիբրիդային պատերազմ, տեղեկատվական պատերազմ, բոլոր ֆրոնտներով պատերազմ է տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Ինքը թիրախային հարց է լուծում։ Գլխատում է ռազմական էլիտան, հա՞, են իրենք պատկերացնում Հայաստանի անկախությունը, իրենք պատկերացնում են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, բոլորի հետ իբր թե կոմպրոմիսի գնալու, բայց իրականում բոլորին պատրաստ լինելով հանձնվելով Հայաստանի Հանրապետության դառնում են կործանման։ Նախ առաջի հերթին ինքը կատարում է ուղիղ Ադրբեջանի պահանջը, այսինքն Ադրբեջանի կողմից ինչ պահանջ կա հայ առաքելական եկեղեցու դեմ, սա է սրում։ Այսինքն երկուսն էլ առաջարկում են գնանք, հանձնվենք, գնանք Հայաստանի անկախությունը զիջենք։ Ոչ մի խոսք մեկը մյուսին բովանդակային առումով հակառակ բան չի ասում, բայց առավոտից իրիկու կռիվ են անում։ ՔՊ-ն երբ որ ուժային կառույցներին նման լիազորություններ է տալիս ու նման անպատժելիություն ստեղծում, հաջորդիվ դա օգտագործվելու է հենց իրենց դեմ։ Ողջույն, Մարտական եղբայրություն միաբանությունում ենք, ես մեդիա խմբի անդամ Կարմեն Մարտիրոսյանն եմ եւ քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրյանի հետ քննարկելու ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Ողջույն Մասիս ջան։ Արևսես։ Շաբաթը բավականին բուռն էր, հագեցած իրադարձություններով, բայց մեր քաղաքական դաշտում ելի շարունակում էր քննարկվել կաթողիկոսի պարկեշտության հարցը։ Բայց մենք չենք գնա ավանդական ուղով, կսկսենք առավել կարևոր իրադարձությունից։ Տարածաշրջանի գլխին պայթեց Իսրայելի հարվածը Իրանին։ Իսրայելը հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին եւ ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար։ Նա նշեց, որ հարձակումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի այս սպառնալիքը վերացնելու համար։ Իրանից էլ պատասխանեցին, որ պատասխանը կլինի կոշտ։ Արդեն իսկ սկսվել են ԱՏՍ-ներով հարձակումները, որոնք Իսրայելն ասում է, թե կարողանում է հաջողությամբ ճնշել եւ չեզոքացնել։ Հարվածը իհարկե լինելու է բազմաշերտ եւ նաեւ իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ, բայց Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ իսրայելացիները պիտի տևական ժամանակ մնան ռմբապաստարաններում։ Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ սպառնալիքներին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է արտահայտվել այս առումով, նշելով, որ այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար է խնդիր։ Մենք բազմիցս նշել ենք, որ տարածաշրջանը գտնվում է եռման փուլում, որ աշխարհն է առհասարակ նոր ձևավորման, նոր աշխարհակարգ ձևավորելու փուլում է գտնվում, սա դրա մի մասն է։ Ու երբ որ մենք անընդհատ հայտարարում ենք, որ խաղաղություն ասելով չես կարող հասնել խաղաղության, շաքար ասելով բերանը չի քաղցրանում։ Այո, խաղաղություն ասելով չես կարող հասնել խաղաղության, հենց սրա մասն ենք ասում։ Այո։ Իրենք հայտարարում են, չէ, այս նույն քաղաքական թիմը իրենց ղեկավարի գլխավորությամբ անընդհատ հայտարարում է, որ մենք չենք հրաժարվելու խաղաղության օրակարգից, բայց ախր դա միայն մեզնից կախված չէ, մենք չենք հրաժարվողը, մենք չենք սկսողը։ Հիմա իրենք տեսնում են, որ տարածաշրջանում խնդիրներ են առաջացել ու այս խնդիրները նոր չեն առաջացել, սրանք կան։ Այո։ Այս խնդիրների դիմագրավելու համար հարկավոր է ոչ թե խաղաղություն գոռալ, այլ ուղղակի պատրաստվել սեփական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Հնարավորությունները մեծացնելու համար։ Մենք այս պահին գտնվում ենք, կարելի ասել, երրորդ համաշխարհային պատերազմի շրջափուլում, որովհետև մեզ հայտնի պատերազմի ձևը, երբ որ առաջի կամ երկրորդ համաշխարհային պատերազմներն էր, այն ժամանակ մի ձև էր, հիմա պատերազմը ձևափոխվել է, այսինքն գոյություն ունեն առանձին օջախներով, պրոքսիներով են պատերազմում միմյանց նկատմամբ, հիբրիդային պատերազմ, տեղեկատվական պատերազմ, բոլոր ֆրոնտներով պատերազմ է տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Հիմա մենք ինչպես կարող ենք սրան դիմագրավել։ Միայն ուժային բալանս ձևավորելով, այլ տարբերակ գոյություն չունի։ Ուժային բալանս ասելով նկատի չունենք միայն ռազմական ուժ, այլ բոլոր ֆրոնտներում, այն ֆրոնտներում, որտեղ որ կան խնդիրներ, որտեղ որ մեզ հարվածում են կամ հնարավոր է հարվածեն այդ ուղղությամբ, մենք սրան պետք է պատրաստ լինենք ու շատ դեպքերում հենց այս ուղղություններով մենք հակահարված տանք կամ առաջի հարվածը մենք հասցնենք։ Հիմա Իսրայելը ցույց տվեց, որ կապ չունի, որ ինքը թվականակով փոքր է, տարածքով փոքր է Իրանից, այո, բայց ինքը կարողանում է իր հարցերը կարգավորել ուժային լեզվով, հա։ Իդեպ ԱՄՆ-ն հայտարարեց, որ դա իր որոշումը չէր եւ ինքը չի կանգնել այս որոշման թիկունքում, այսպես ասած, սա իր համար անընդունելի է։ Թրամփը ընդհանրապես, այսպես ասած, խաղաղասիրաբար է տրամադրված, ուզում է մարել բոլոր պատերազմները, բայց փաստորեն Նեթանյահուն ընդհակառակը թեժացնում է։ Ես կբերեմ զուգահեռներ Հայաստանի ու Իսրայելի միջև,
ամեն անգամ երբ որ մեզ ասում են մենք չենք կարող, մենք թույլ ենք, քանի որ Ադրբեջանի կողքը կանգնած է Թուրքիան, Իսրայելը, նույն Ռուսաստանը, անդադ ասում են նրանք են հովանավորում, Բելարուսն է հովանավորում, չգիտեմ, տարբեր Ուկրաինան է հովանավորում։ Մենք ասում ենք, որ սրան հնարավոր է դիմագրավել։ Այսինքն Իսրայելը ինչ գործողություններ է իրականացնում։ Այս պահին ոչ ռազմական հզոր պոտենցիալով, այլ կոնկրետ մտածված, մանր գծված օպերացիաներ իրականացնում։ Այսինքն ինքը թիրախային հարց է լուծում։ Գլխատում է ռազմական էլիտան, հա։ Այո, 6 բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը հաստատվել են արդեն եւ շարունակում են շրջանառվել լուրեր գիտնականների մահվան մասին, այսինքն կոնկրետ թիրախավորել է գիտնականներին եւ ռազմական պաշտոնյաներին։ Հենց սրան էլ կփորձեմ անդրադառնալ այս գիտնականներին, բայց մինչև այդ մենք հիշում ենք, որ ամիսներ առաջ Իսրայելը օպերացիա գծեց այդ բեջերների միջոցով։ Այսինքն սրանք մեծ ֆինանսներ, մեծ տեխնիկական միջոցներ չեն պահանջում։ Պահանջում են խելք եւ քաղաքական կամք։ Այո, քաղաքական կամք է հարկավոր եւ մեծ ցանց է հարկավոր։ Այդ մեծ ցանցը հայ ազգը ունի։ Այսինքն հնարավոր է ամբողջ աշխարհում գոյություն հայկական մեծ ցանց, որը ուղղակի գոյություն ունի, ինքնանպատակ է սպային գոյություն ունի, բայց պետության ճիշտ աշխատելու պարագայում դա հնարավոր է ծառայեցնել իշա Հայաստանի Հանրապետության, իշա Հայաստանի Հանրապետության անկախության։ Այսինքն ուժային գործոն ձևավորելու։ Այս բանը դա չի օգտագործվում, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ օգտագործել, հնարավոր չէ մեր հարցերն էլ նույն կերպ կարողանանք լուծել։ Մի մեծ դժվար բան չէ, էլի, այսինքն երբ որ փորձես Ադրբեջանին կամ նույն Թուրքիային որոշակի գործողություններով հասկացնել, որ մեզ հետ պետք չէ ուժի լեզվով խոսել։ Հիմա կփորձեմ նեբ զուգահեռներ տանել այս նույն գործողությունները, այսինքն մեկ այլ երկրի տարածքում ռազմաքաղաքական ղեկավարության որոշակի մասին, երբ որ սպանում են։ Այլ պարագայում սա կդիտվել ամբողջ աշխարհի կողմից որպես ահաբեկչություն, չգիտեմ, պետությունը կհռչակվել ահաբեկչական պետություն, բայց այս բանի տեղի չունենում։ Այսինքն որ քանի որ այս բանի խաղի կանոնները այլ են։ Այս բանի խաղի կանոններն այլ են։ Փոխվել է աշխարհը։ Մենք սա չենք կարողանում ընկալել։ Նույն կհիշեք Աֆղանստանում, երբ որ թալիբները եկան իշխանության, իրենք քանի կար ահաբեկչական խմբավորում էին։ Հիմա իրենց հետ հաշվի են նստում։ Նույն Սիրիայում, երբ որ պարագլուխ դարձավ մարդը, ում գլխագինը $10 միլիոն էր, իսկ հիմա իրեն ձեռքսեղմումով, պաչիկով, այսպես ասած, ընդունում են դեմոկրատիայի հայրենիք Եվրոպայի բոլոր երկրներում։ Հիմա այս ամեն ինչը ասում եմ, որ մեզ լսողների համար պարզ լինի։ Կա աշխարհում մեկ գործելու ձև, մենք պետք է վերածվենք ուժային գործոնի։ Ու այդ պոտենցիալը, երբ որ մեզ համոզում են առավոտից իրիկը, որ մենք այդ պոտենցիալը չունենք, մենք այդ հնարավորությունները չունենք, մեզ խաբում են։ Ու կցանկանամ շեշտել, ամեն անգամ ես փորձել եմ այս հարցին անդրադառնալ, Հայաստանում գոյություն ունի առհասարակ երկու ուղղվածություն քաղաքական։ Մեկը այն ինչը, որ դուք բոլորի շուրթերից լսում եք, որ երբ որ հայտարարում են պետք է խաղաղության գնալ, արժանապատիվ խաղաղության գնալ, մյուսը մենք ենք առաջարկում, որ ասում ենք պետք է դիմադրել ու պայքարել հանուն անկախությանը, ոչ թե խաղաղության, այսինքն իրենց ասած խաղաղություն կամ արժանապատիվ խաղաղություն, սա հանձնվելու մասին խոսակցություններն են։ Շուտ հանձնվել, ուշ հանձնվել, լավ պայմաններով հանձնվել, վատ պայմաններով հանձնվել Ռուսաստանին կամ հանձնվել Ադրբեջանին կամ հանձնվել Թուրքիային։ Հիմա էլ այսօր աչքովս ընկա, որ գրել են, որ Իրանը մեծ զորքեր ունի, միգուցե Հայաստանի համար հետևակային զորքեր ունի, որը որ չի կարող օգտագործել Իսրայելի դեմ, քանի որ ընդհանուր սահման չունեն, բայց կարող է օգտագործել Սյունիքում հանուն Հայաստանի, որպեսզի իր ուժերը ցույց տա։ Սա Եվրոպամետ ուժերից մեկի ներկայացուցիչներ գրել։ Սա խաբեություն է առհասարակ։ Այսինքն Իրանի միջոցով են իրենք պատկերացնում Հայաստանի անկախությունը, իրենք պատկերացնում են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, բոլորի հետ իբր թե կոմպրոմիսի գնալ, բայց իրականում բոլորին պատրաստ լինելով հանձնվելով Հայաստանի Հանրապետության դառնում են կործանման։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուբյեկտանությունը կարող ենք պահպանել միմիայն մեզնից ինչ որ բան ներկայացնելով, այսինքն լինելով ուժային գործոն։ Հաջորդիվ կփորձեմ նաև անդրադառնալ այդ գիտնականներին, երբ որ գիտական պոտենցիալն է Իսրայելի զինված ուժերը ոչնչացրել Իրանում, թե այդ միջուկային կենտրոնները, թե գիտնականների, որոշակի գիտնականների են
սպանել, սա էլ ամեն ինչ ցույց է տալի, որ գիտությունը կարևոր է։ Այսինքն ռազմաքաղաքական իշխանությունների համար նորմալ մտածողություն ունեցող մարդկանց համար իրենք հասկանում են, թե վտանգը որտեղից է գալիս։ Մեր պարագայում հակառակը ամեն կերպ այդ մարդիկ անտեսվում են։ Հայաստանում գիտնականները հիմնականում նստած են արտասահմանյան գրանտների հույսով իրենց այդ միջոցներով են իրենք կարող իրենց գործունեությունը ծավալել, աշխատանքներ կատարում են, հիմնականում մատակարարում են այլ երկրներին, չգիտեմ, առողջապահական կլինի, ռազմական կլինի, կամ տեխնոլոգիական կլինի, այս ուղղությամբ են իրենք աշխատանքներ կատարում, բայց այդ պոտենցիալը մեծ է Հայաստանում։ Եվ երբ որ համեմատում եք Իսրայելի հետ, Իսրայելում բոլորովին այլ մակարդակի է կրթությունը, եւ Իսրայելում բոլորովին այլ մակարդակի է բանակը։ Այն բանակը, որը մենք հիմա այս նոր օրենքով անհասկանալի է ինչ ենք պատկերացնում, ինչպես ենք փորձում վերացնել առհասարակ։ Իսրայելում հիմա զորահավաք է, մեծ զորահավաք է հայտարարված եւ ասում են, որ այնտեղ 48 ժամվա ընթացքում կարող են հավաքել, պատկերացրեք, մեր երկրի 1 քառորդի չափ մարդ։ Կարող են այդքանին զինվորագրել, որովհետեւ տասնյակ տարիներով պատրաստվել են հենց այսօրվան։ Մեզ մոտ 1 օր տևում է մինչև գրանցում են անունդ համապատասխան համակարգում եւ համազգեստ են տրամադրում։ Հիմա նույն արվում են գրիգորանին, որ հարցնենք, ասենք, այ ինքեր, բա դուք ասում եք խաղաղություն։ Հիմա խառնվել եք իրար, վախեցել եք, հասկանում եք, որ ձեր պլանները խախտվել է, ախր մեր անվտանգության խորհրդի քարտուղարի մտածողությունը, ռազմավարական մտածողությունը զրոյական է։ Եթե ոչ մինուսային, որովհետև չի կարող անվտանգության խորհրդի քարտուղարը մաս կազմել մի թիմի, որը առավոտից իրիկու խաղաղությունից է խոսում, բայց այսօր ոչ Հայաստանի շուրջ, Հայաստանի հետ կապված, այլ Հայաստանի կողքը գտնող պետության ներսում որոշակի գործողություններ տեղի ունեցել ու իրենք խառնվել են արդեն չգիտեն ինչպես դիմագրավել այդ մարտահրավերներին, որոնք որ կախված են մեր գլխին։ Մի խոսքով վիճակը բարվոք չէ, ու առաջին բարվոք չէ մեր իշխանությունների համար, որովհետև անկախ ամեն ինչից ես վստահ եմ, որ հայ ազգի մոտ կա այդ դիմադրելու պոտենցիալը, կա դիմադրելու ցանկությունը ու մեզ համար լավ է լինելու առհասարակ, խնդիրը իրենց մեջ է, իրենց համար այդ վախեցողների համար մեծ խնդիրներ են լինելու։ Եվս մի ոչ այնքան ներհայաստանյան խնդրի անդրադառնանք, հետո արդեն ներհայաստանյան խնդիրներից կխոսենք։ Այս պահին Հայաստանի վարչապետը կաթողիկոսական գահը ազատելուն ուղղված Facebook-յան 23 ստատուս է հրապարակել, մենք ուրբաթ կեսօրին ենք ձայնագրում սաղմոսներից մեջբերումներով։ Փաշինյանը հավաստել է, թե տեխնացու կաթողիկոսական գահի համար ինքը ցավոք չունի իր բառերով, բայց գիտի թե ինչպիսին պիտի լինի այն մարդը, ով հավակնում է դառնալ մեր հաջորդ կաթողիկոսը, պիտի լինի Աստվածավախ, Հիսուս Քրիստոսի հետևորդ եւ այլն, այսպիսի վերին գաղափարներ է ասել, բայց այս հերթապահ հայտարարություններին զուգահեռ հիշում ենք, որ կա նվազագույնը 1 վարկաբեկված հոգևորական, ով աղոհացով է դիմավորել Փաշինյանին եւ օրհնել նրա արած գործը, հիշում ենք, չէ՞ նրան։ Փաշինյանը կրկին իրեն վերդասելով օրենքից արդեն իսկ ամենայն հայոց կաթողիկոսի մասին միայն աշխարհի կանոնով է խոսում, նրան կոչում է Կտրիչ Ներսիսյան եւ իրեն, այսպես ասած, պատճենելով անմիջապես կրկնում են ԿՊԱ-ական բոլոր պաշտոնյաները տարբեր եթերներից Կտրիչ Ներսիսյան իրար հերթ տալով, այդպես վանկարկելով։ Զուգահեռաբար ադրբեջանական մամուլի վերջին օրերի հրապարակումներում ընդգծվում է, որ հայ առաքելական եկեղեցու առաջնորդները արդեն իսկ վարկաբեկված են նույնիսկ մեր երկրում։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում եկեղեցուն մեղադրել է հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու համար։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին կոչ անելով քրիստոնեական ֆանատիզմով պրոհայկական հայտարարություններ չանել։ Այսինքն հիմա ինքը մտնում է քրիստոնեական եկեղեցիների մեջ եւ փորձում թելադրել օրակարգի այնպես ինչպես իրենց հաջողվում է Փաշինյանին թելադրել օրակարգ, մտածում են, որ հիմա քրիստոնեական եկեղեցիների դեմ էլ կկարողանա նույն սկզբունքով աշխատել։ Փաշազադեն գրում է. ազատվեք հայ եկեղեցական առաջնորդների ազդեցությունից, նրանց պատիվն ու հեղինակությունը նույնիսկ սեփական երկրում են վիճարկում։ Այսպիսի ծառայություններ է մատուցում ադրբեջանական քարոզչությանը մեր վարչապետը։ Նախ առաջի հերթին ինքը կատարում է ուղիղ Ադրբեջանի պահանջը, այսինքն Ադրբեջանի կողմից ինչ պահանջ կա հայ առաքելական եկեղեցու դեմ, սա է սրում, բայց նաև սրան զուգահեռ ընդհանուր
անլրջացման process-ը տեղի ունենում։ Կյանքի խոսքաղանդը համերաշխության կոչ է անում հայ առաքելական եկեղեցու եւ կառավարության միջև, աղոթում է դրա համար, ասում են մենք կաղոթենք ու սատար է կանգնում հայ առաքելական եկեղեցուն։ Սա կարծես թե զուգահեռ իրականություն է տեղի ունենում։ Ասեք աղանդավորները աջակցություն են հայտնում եկեղեցուն, հասել են մի կետ, որտեղ որ абսուրդը սահմաններ չի ճանաչում։ Հա։ Լրիվ այլ իրականություն է։ Լրիվ այլ իրականություն է ու մենք միշտ խոսել ենք դրա մասին ներսում, ամբողջ ազգն է խոսում, որ այո, եկեղեցում կան իրականում խնդիրներ, այո, կաթողիկոսի հետ էլ կապված կան խնդիրներ, բայց այս մարդը այնպես է անում, որ մենք այդ նույնիսկ խնդրահարույց հարցերի կողքը կանգնում ենք, ասում ենք մենք այս պահին աջակցում ենք օրինակ Գարեգին Բեին իր բոլոր գործողություններով հանդերձ, իր բոլոր արարքներով հանդերձ։ Նույնիսկ աթեիստներն են հիմա ասում, որ իրենք հայ առաքելական եկեղեցու կողքին են։ Հիմա կա մեկ այլ հարց։ Ես մոտ օրերս տեսել եմ, որ անընդհատ ամենավերջի տենց ծաղրանքով, վիրավորական ձևով խոսում են Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ԿՊ իշխանությունները։ Ես հասկանում եմ, ասենք, ես ինքս չեմ ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը, չեմ ընդունում այդ գիծը, ինչ որ ինքը տարել է։ Բայց մարդիկ հասնում են մի հատ կետի, որ դու ակամայից դառնում ես բոլոր այն մարդկանց պաշտպան, ում դու չես ընդունում ի սկզբանե։ Այսինքն սրանց արած գործողությունների արդյունքում մենք ստիպված ենք պաշտպանել այն մարդկանց, ում առհասարակ չենք ուզում պաշտպանել, մի բան էլ իրենց դեմ եղել ենք։ Բա լավ չէր Սերժի ժամանակ կոնտեքստը абսուրդ է հնչում։ Սակատակ։ Абսուրդի են հասցրել, այսինքն մենք այս բանը չգիտենք ում պաշտպանենք, ում չպաշտպանենք, ում աջակցություն հայտնենք, որովհետև ամբողջությամբ խառնել են։ Ամբողջությամբ իրավիճակը խառնել ու չես է պատկերացնում, ասես աջակցում եմ, թե չեմ աջակցում, ոչ աջակցելն է մի բանի պետք, ոչ չաջակցելը։ Սա նորից մեզ բերում է այն կետի առաջ, որ մեզ կանգնեցրել են երկու սարսափելի իրականությունների առաջ, ասում են դե ընտրեք։ Վատը թե վատագույնը, իդեպ դուք կարող եք ինքներդ ձեր համար որոշեք, որն է վատը, որը վատագույնը, ոմանք սա են համարում վատագույնը, ոմանք նա, բայց ելք կա այս իրավիճակից իրականում, որքան էլ ելք կան եւս վարկաբեկված լինի։ Սրա միակ ելքը սրանցից ազատվելն է, հետո մենք ինչ ենք անդադ ասում, որ պետք է քաղաքական գնահատական տրվի։ Այսինքն արած գործողություններին մարդկանց ու այն ամեն ինչին, ինչ որ տեղի ունեցել վերջի 30 տարին, մի քիչ ավել, որովհետև պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել մեր հետ։ Մենք պետք է իրենց անուններով կոչենք, որովհետև դեպքեր կան, որ լավ բաներ են տեղի ունեցել, հա դրանց պետք է ասենք, որ սա լավ է եղել, որովհետև հիմար կարգավիճակում ենք հայտնում, երբ որ ամեն ինչը դնում ենք մերժում ենք, կամ ամեն ինչը դրան հակառակ սկսում ենք ընդունել, այո, բոլոր ղեկավարների օրոք, նույնիսկ սրանց օրոք ասֆալտ է արվել, հա, դա մենք չենք ասում, որ ասֆալտ չի արվել։ Բայց դրա փոխարեն հազարատ վատ գործ է արվել, Արցախն է հանձնվել, Հայաստանի տարածքներն են հանձնվել, հիմա եթե դնում նախ ասֆալտի որակի առումով, հետո ինչքան է ավելացել արտաքին պարտք այդ ասֆալտի։ Հիմա եթե դնում ենք, ես դրա համար եմ ասում, արած գործողությունները պետք է դնել նժարին։ Ինչ են արել։ Քաղաքական գնահատականի արդյունքում ասում ես, դու 3% օրինակ լավ գործ եք արել, 97% վատ գործ եք արել, մյուսը կարող է 60% է վատ գործ արել, 40% է լավ գործ արել։ Երբ որ սա գնահատական տանք, կարող ենք այդ գիծ քաշել, նոր քաղաքական կյանք սկսել, այսինքն նորմալ ուժերով, որոնք որ կգան իրենց գաղափարներով, այսինքն գաղափարները իրար դեմ կհակադրեն։ Այս պահին Հայաստանում, օրինակ պարլամենտում առավոտից իրիկում մենք տեսնում ենք նույն գաղափարներն արտահայտող մարդիկ իրար դեմ պատերազմ են մղում իբր թե։ Այսինքն երկուսն էլ առաջարկում են գնանք հանձնվենք, գնանք Հայաստանի անկախությունը զիջենք։ Ոչ մի խոսք մեկը մյուսին բովանդակային առումով հակառակ բան չի ասում, բայց առավոտից իրիկու կռիվ են անում։ Ապահովում են հացն ու զվարճանքը։ Ես իմ մասով օրինակ կարող եմ ասել, այո, մեզ մի անգամ այդ սխալը թույլ եմ տվել 18 թվականին անց փոխելու հետ կապված են, որ այդ համակարգին դեմ դուրս են եկել, չհասկանալով, որ օրինակ ինչ ենք բերում գլխներից, այսինքն զուտ են մյուսից այնքան զզված դուրս ենք եկել, մեկին բերել ենք, արդյունքը էս է։ Հիմա դրա համար առաջարկում ենք, որ բոլորը ովքեր մեզ լսում են, այն նույն սխալները չանեք, ինչ որ մենք ընդհանուր հայ ազգի մեծամասնությամբ արել ենք, այսինքն հասկանանք ինչն ենք ընտրում, մեզ ինչ է առաջարկում, այսինքն դատարկ լոզունգներ, էմոցիոնալ խոսք, թե բովանդակային առաջարկություն է տեղ ունեն։ Միգուցե համաձայնվում եք դուք, օրինակ գնում եք
գիտակցելով ընտրություն է կատարում, ասում եք մենք պետք է հրաժարվենք անկախություն, սա էլ բան է, բայց ես վստահ եմ, որ հայ ազգը իր համար գերագույն արժեք է համարում իր ազատությունն ու անկախությունը, որովհետև մեր ամբողջ պատմությունը հենց դրա մասն է, մեր առասպելաբանությունն է դրա մասն, ազատությունների ու անկախության կռիվ է եղել։ Եվ մյուս կետը, երբ որ ձեզ առաջարկելու լինեն ինչ-որ մի բան, նայեք թե նախորդ իրենց առաջարկների հետ այդ մարդիկ ինչ են արել։ Մենք շատ խոստումներ ենք լսել եւ տեսել եւ հետո իրականությունը մեր առջեւ հառնել է բոլորովին այլ ձևով։ Մենք կարող ենք հիմա ԿՊ-ի ցանկացած մեկի հրավիրել եւ ասել բացեք ձեր նախընտրական քարոզարշավի բուկլետը, մատը դրեք ցանկացած կետի վրա եւ ես 99% հավանականությամբ ասում եմ դա արված չի։ Ձեր խոստման այդ կետը եւս արված չի։ Վերջին ցանկացած։ Սա ԿՊ-ին չի վերաբերում, ԿՊ-ն առհասարակ այս ամեն ինչի հետ ինքը կապ չունի, ինքը տենց առաջիկայում ապագայում երբ որ ել չեն լինի իրենք իշխանություն, իրենց գնահատական այլ կերպ է տրվելու։ Եթե նախորդ 3-ին տրվելու է, որ քաղաքական գնահատական, որ իրենք բերել են հասցրել են նրան, որ Հայաստանում ԿՊ-ն է իշխանություն, ԿՊ-ին հենց իր արած գործողությունների համար այլ պատիժ է հասնելու։ Իրենք պատասխան են տալու, բոլորով, որովհետև չի կարող ասել մարդ, ես համարում եմ, որ Արցախ Հայաստանը եւ վերջ դրանից հետո ասել դե դա սխալ է մարե։ Չի կարող լինել, որ նա 21 թվականին կան հայտարարեն, որ հետ են գնալու Շուշի ու Հադրուտ, կամ նշաձող Արցախի մի քիչ իջացնում ենք, բայց Արցախը ավելի ինքնուրույն է լինելու, քան մինչև այս, հետո Արցախը հանձնեն ու դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չկրի։ Եվ երբ հարձակվեն մեր հայրենակիցների վրա, այստեղից ոչ մի օգնություն չգնա, նույնիսկ փորձ չարվի օգնություն ուղարկելու։ Իմիջիալուց էդ էլ շատ հետաքրքիր բան, երբ որ իրենք ասում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։ Երբ որ դա ասում են, իրենք ավտոմատ կերպով ընդունում են, որ Արցախը իրենց հայրենիքն է։ Երբ որ Արցախցին հայրենակից է, նշանակում է Արցախն էլ հայրենիք է։ Մենք հայրենակիցներ ենք աշխարհի բոլոր երկրներում, բոլոր։ Որտեղից են հայրենակիցները։ Հայաստանից են, բայց դա Որ Հայաստանից, որ Հայաստանից։ Հիմա ես դրա համար եմ ասում, իրենք իրենց էլ են հակասում, այսինքն Սասունից գնացած, Մուշից գնացած, տարբեր տեղերից գնացած հայրենակիցներ են, չէ՞, դրանք սերունդներ են, որոնք որ մեր հայրենակիցն են, որովհետև իրենք մեր հայրենիքից են։ Այ հենց ստեղ է իրենց նաև այդ թեզերի, երբ որ ասում են իրական Հայաստան, հայրենիքը, այս իրական Հայաստանն է, որը այսօրվա այս 29740 քանի կիլոմետրով կա։ Ես հակասում եմ, ես հակասում եմ, ասում եմ, չէ, այն ինչը որ մենք գիտենք, ինչն է մեր հայրենիքը։ Որտեղ եղել է մեր հայրենակիցները, որտեղից որ ծնունդ է արել հայերը, չէ։ Մենք գիտենք որն է մեր պատմական հայրենիքը, որն է մեր հայրենիքը, չէ, դա նույնն է, նույնական է։ Մենք իրավական փաստերել ունենք, որ դա մեր հայրենիքն է եւ դա ուղղակի նվիրաբեր է։ Մենք օրինակ չենք առանձնում մարտական եղբայրություն, դա չի առանձնացնում իրարից։ Իրական ու պատմական դա չկա, մեր համար կա մեկ հայրենիք։ Մենք գիտենք որն է մեր հայրենիքը։ Եվ Արցախը մեր նվաճված հայրենիքն է եւ օկուպացված։ Պետք է սա անպայման շեշտենք, որ Արցախը օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից։ Միջազգային երկակի ստանդարտներին անդրադարձանք։ Հիմա ես կուզեի խոսենք մի փոքր ներհայաստանյան երկակի ստանդարտների մասին։ Այս շաբաթ եղավ եւս մեկ ողբերգական աղետալի դեպք Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվեց։ Նախնական վարկածով գազի պայթյուն էր տեղի ունեցել։ Հիշում ենք, որ նմանատիպ եւս մի քանի աղետ տեղի են ունեցել վերջին տարիներին եւ ամենամեծը Սուրմալուի շուկայում տեղի ունեցած հրդեհ պայթյուններ։ Այս թեմայի շրջանակում ես իրականում ուզում եմ խոսենք ապօրինի շինարարությունների մասին, երբ հսկայական շենքեր են կանգնեցվում Երևանի մայրաքաղաքի հենց սրտում, այսպես պատը մյուս շենքի պատին կպած, եւ երբ բնակիչներն ասում են, բա օրինակ, եթե հրդեհ լինի, հրշեջ մեքենան ինչպես է բակը մտնելու, եթե մի բան պատահի շտապօգնության մեքենան ինչպես է բակը մտնելու, պատասխան չկա։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ քիչ շատ առավել հեռու շրջանների, այսպես ասած, քաղաքի եզրագծին մոտ գտնվող սեփական տների նկատմամբ երբեմն կիրառվում են բավականին տարօրինակ խիստ պահանջներ։ Ես գիտեմ, որ Մասիսն ունի այդպիսի ավելի ներկայանալի օրինակ։ Բայց կոնկրետ անձնական այդ օրինակները չեն բերի, անուններով չեն բերի, այլ իրավիճակներով կնկարագրեմ, հաջորդիվ եթե կարիք լինի նաև դրանց կանրադառնամ, բայց սկսենք այդ ամեն ինչից, որ Ճամբարակում տեղի ունեցավ։ Սա մի քանի պատասխանատու մարմիններ կան։ Այսինքն գազի ծառայություններ, տնային սպասարկում, այդ ծառայությունները մենք
վճար ենք մուծում սպասարկման գազի ներտնային սպասարկման համար, որոնք որ պետք է անվտանգությունը ապահովեն, ինչ են անում այդ ծառայությունները։ Միայն գումար են հավաքում։ Որտեղ են այդ մարդիկ։ Ովքեր են պատասխանատուները։ Հիմա ես ասում եմ, որ այդ գազի ներքին ցանցն, երբ որ մենք անդադար ասում ենք էներգետիկ անվտանգություն, այս կողմենք, այդ սպասարկումն էլ է դրա մեջ մտնում, այսինքն այդ ցանցը մենք տվել ենք Ռուսաստանի, ռուսական կազմակերպությանն ենք տվել գույք պարտքի դիմաց, իմիջիայլոց երկրորդ նախագահի կառավարման ժամանակներում տվել ենք Հայաստանի գազի ներքին ցանցը ու հիմա թող պատասխանեն այդ կազմակերպությունները, ոչ թե առանձին մի քանի հոգի, այլ դա ընդհանուր կազմակերպության պատասխանատվության շրջանակներում է, որտեղ նման տարիներ առաջ տեղի ունեցել Վանաձորում, գազի արտահոսքեր տեղի ունեցել, կոյուղով, հողով տուներ լցվել, տուներ ամբողջությամբ պայթել Գուգար գյուղում, Վանաձորի նման դեպք կար ու դեպքերը բազմաթիվ են։ Սուրմալուն սրա հետ չեմ կապի, որովհետև Սուրմալուն ինձ համար գոնե մինչև հիմա հանելուկային է, առանցվածային է, թե ինչի տեղի ունեցավ ու ես հակված եմ մտածելու, որ դա ահաբեկչություն է, որովհետև չկա հստակ հիմնավորում, պատասխան, թե Սուրմալուն ինչի եղավ, ինչպես եղավ, դրա պատասխանը չկա, դա կարծես թե տեղի չունեցել Հայաստանում նման բան։ Իրականում հրդեհը շատ դժվար հետաքննելի այն աղետներից է, որ իր հետևից վերացում է հանցանշանները։ Իրենք դրա պատասխաններն ամենայն հավանականությամբ ունեն, որովհետև թե հեռախոսներ լսելու, թե մնացած ամեն ինչը վերահսկելու մեծ հնարավորություններ ունեն։ Ազգային անվտանգությունը, հատուկ քննչականը, չգիտեմ, տարբեր ուժային կառույցները կարծում եմ, որ իրենք գիտեն ինչ է տեղի ունեցել, ուղղակի լռում են այդ Սուրմալուի հետ կապված։ Ապօրինի շինարարությունների հետ կապված էլ ասեմ, հա, մենք տեսնում ենք, որ քաղաքում բազմաթիվ ապօրինի շինարարություններ են տեղի ունենում մեծամասշտաբ, այսինքն շենքերի վրա, ինչպես ասել էր մեր ճարտարապետներից մեկը, շենքը կա, գլխին գյուղ կա։ Հա։ Բուսականությամբ, ծառերով, այգիներով։ Մեծ քանակի ապօրինի շինարարություններ են տեղի ունենում ու դա Երևանին համապատասխան չէ։ Օրինակ բազմաբնակարան շենք են կառուցում, դրան համապատասխան ավտոկայանատեղիներ չեն կառուցում։ Դա արդեն ապօրինություն է, որին ոչ մեկ չի անդրադառնում, մենք տեսնում ենք քաղաքը ինչ ծայրահեղ վիճակում է։ Կոյուղագծերը չեն ավելացվում։ Կան ավտոկայանատեղիներ չկան, քաղաքը կոլապսի է ենթարկվում ու շարունակում են նման տիպի բազմաբնակարան շենքեր կառուցել, թույլտվություններ տալ, հա, ու ամենայն հավանականությամբ գործում են կոռուպցիոն սխեմաներ, որովհետև այլ կերպ չեն կարող այդ թույլտվությունները տալ։ Անձն աչքով երևում է, որ այդտեղ արդեն անհնար է բնակվել, այդտեղ որտեղ եք պատկերացնում դպրոց, որտեղ եք պատկերացնում անկապարտեզ, այգի, խաղահրապարակ, ծառ-թուփ, այդ ամեն ինչի վերջը քաղաքաշինության մաս է։ Եթե թույլտվությունը տալիս են, նշանակում է այդտեղ կոռուպցիա կա, որովհետև այլ նորմալ պայմաններում չէին տա այդ թույլտվությունները։ Բայց հակառակ պարագան կա, օրինակ Երևանի թաղամասերից որոշները, դրանք ժամանակին եղել են գյուղեր, օրինակ տներ կան, որ 100 եւ ավելի տարեկան են այդ տները։ Հիմա օրինակ այդ տներում մարդիկ երբ որ փորձում են բարեկարգում անել, հայտնվում են քաղաքապետարանի աշխատակիցները ու փորձում են դա համարել ապօրինի շինարարություն ու կասեցնել առհասարակ բարեկարգումները։ Մի պարագայում որտեղ որ առհասարակ պետությունը պետք է գործ ունենա, որտեղ ինքը գյուղական տներ են, իրենք չեն կառուցել, պետությունը չի կառուցել, մարդիկ իրենց միջոցներով ժամանակից սրանից 100 տարի առաջ կառուցել են։ Հիմա էլ մաշվածություն կա, փորձում են վերականգնել, վերանորոգել, որոշակի աշխատանքներ կատարել։ Դա գալիս կասեցնում են, այսինքն մարդկանց ասում են շարունակեք վատ պայմաններում ապրել, կամ էլ բերեք վճարարեք։ Օրինակ պայմանական մարդը ունի 1-2 միլիոն դրամ ենթադրենք որոշակի բարեկարգում է անում, ասում են բերեք այդ 1-2 միլիոն դրամը տվեք մեզ, ճարտարապետը ինչ որ նախագիծ գծի իբր թե, բայց առհասարակ հիմնականում սա վճարների պատերազմ է, էլի, այսինքն տուր փողը ինձ, դու գնա նորից շարունակի ապրել։ Ինչ ուզում ես արա։ Հա, այսինքն դու կարող ես տունը չսարքել, կարևորը թղթաբանությունը ճիշտ լինի։ Հիմա այս արհեստական բյուրոկրատիան է իրենք առաջ տանում, բայց այլ պարագայում երբ որ միլիարդավոր դրամների այդ շրջանառություններ տեղի ունենում, մեծ շինարարություններ են տեղի ունենում, ուրճացված գներով, չգիտեմ, բնակարաններ են վաճառում, գերշահույքներ ստանում, այդ կազմակերպություններին չգիտես ինչի ոչ մեկ ոչինչ չի ասում, այլ առհասարակ դրանք նորմալ աշխատում են, համապատասխան տեղեր ամենայն հավանականությամբ գումարներ են հասցնում այդ իրենց պատկատ կոչվածով։ Ես հիշում եմ ժամանակին նախարարներից մեկը թե ինչ ոգևորությամբ էր ասում, որ
Այն ժամանակ երբ որ կապ կար, ասում էր երրորդ նախագահան ամեն ինչը քեշով է արել, դրա համար բռնվելու տեղ չկա, ինքը շատ մաքուր է գործել ու ես հիշում եմ իր աչքերի փայլը, թե ինքը ինչպիսի ոգևորություններ դա պատմում։ Հիմա հասկանում եմ, որ նույն սխեմայով իրենք են աշխատում, այսինքն քեշ փողով գործարքներ են իրականացնում, որպեսզի բռնվելու տեղ չլինի։ Չեք վախենում, որ դա կարող է դիտվել որպես անմեղության կամ խավարկածի հաղթում։ Ես իմ կարծիքն եմ ասում, չեմ մեղադրում, կգա ժամանակը, երբ որ մենք հստակ կներկայացվեն, հա։ Երբ որ մենք կլինենք իշխանության, այդ ժամանակ մենք ամեն ինչ կբացահայտենք ու իրենք մեկը մյուսի դեմ են ցուցմունք տալու։ Ես սրանում վստահ եմ։ Այսինքն մենք տեսել ենք մարդկային որակներից, այո։ Մենք տեսել ենք իրենց ամեն հաջորդ պաշտոնյան, երբ որ աշխատանքը լոքում է, ով ում դեմ ինչպես է ցուցմունքներ տալիս, իրենք նույնիսկ այս պարագայում այդ ընկերությունը, սոլիդարությունը չունեն, այսինքն մեկը մյուսի համար գնան նստեն։ Քանի պաշտոնի են ձեն չեն հանում։ Պաշտոնից դուրս են գալիս, վերջինը էկոնոմիկայի նախարարներ, չէ՞։ Քանի կար ինքը ոչ մի խնդիր չուներ, չէ՞, ամեն ինչ անում էր։ Հիմա ինչ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում։ Հիմա ամենօրյա ռեժիմով ինքը բացահայտումներ անում անիֆի կոռուպցիոն սխեմաներից։ Եվ ոչ միայն անիֆի։ Հա։ Էս են իրենց դեմքը էս է։ Անցյալ շաբաթ նաև հունիսի 12-ն էր, եւ հունիսի 12-ը անցյալ տարի այն օրն էր, երբ ցուցարարների նկատմամբ, իդեպ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեցին նռնակներ, եւ այդ նռնակները կիրառվեցին շատ փոքր հեռավորությունից, օրենքով 2.5 մետրը չպահելով։ Մենք տեսանք, որ այստեղ գործեց հին բարի սխեման փոխել օրենքները եւ հարմարացնել անձնական շահերին, անձնական շահերը սպասարկող ուժայիններին ըստ ամենայնի խրախուսել ու առաջ տանել։ Մենք երբ շփվում ենք վեր այդ հայրենակիցների հետ, 100-ից ավելի մարդ էր հոսպիտալացվել այդ օրը, դեռ կան մարդիկ, որոնց վերքերը թեպետ պիացել են, բայց չեն անհետացել, այսինքն բուժման կուրսը դեռ շարունակվում է, այդտեղ պատվաստվելու իրադարձություններ եւ այլն դեռ պիտի կրեն այդ մարդիկ, բայց որևէ ուժային, որևէ քրեական գործով չի անցնում, որևէ ձևով չեն դատապարտվել եւ նույնիսկ ընդհակառակը մենք տեսանք, որ խրախուսական այսպիսի մրցանակների արժանացան, որովհետև հենց ազգային ժողովի ամբիոնից էլ վարչապետը հայտարարեց, որ շնորհակալություն է հայտնում առավել սկզբունքային ոստիկաններին կգնահատի մատուցված ծառայությունների համար։ Սա հենց այդ երկակի ստանդարտներն են, սա հենց այն այսպես ասած սպառնալից մեսիջն է, որ մեզ ուղարկվում է, որպեսզի խելոք մնանք եւ բավարարվենք այն ամենով, ինչ մեզ շպրտվում է։ Օրեցօր թանկացող, բարդացող եւ առավել վտանգավոր դարձող մեր կյանքում։ Այստեղ կփորձեմ իրենց էլ նաեւ հիշեցման կարգով ասել։ Ամեն իշխանություն փոփոխություններ մտցնելով ու տոտալիտար դարձնելով համակարգը ինքը այդ ամեն ինչը անում է իր դեմ, որովհետեւ ոչ մի իշխանություն հավերժ չի, իսկ իրենց հետո եկող հաջորդ իշխանությունը արդեն պատրաստ է այդ գործիքակազմով աշխատելու է իրենց դեմ հենց։ Այսինքն ԿՊ-ն երբ որ ուժային կառույցներին նման լիազորություններ է տալիս ու նման անպատժելիություն ստեղծում, հաջորդիվ դա օգտագործվելու է հենց իրենց դեմ։ Ախր իրենք պետք է հիշեն, որ այդ նույն ուժային կառույցները ինչպես են իրենց դեմ աշխատում։ Իրենք այդ հալածանքները տեսել են, չէ՞։ Իրենցից շատերը եղել են առաջի գծում, երբ որ անընդհատ 150 դրամի պայքարներ, էլեկտրիկ Երևաններ, հազար ձևի քաղաքական թեմաների մեջ, երբ որ մարտի 1-ից սկսած, իրենք տեսել են, իրենք դրանից դժգոհ են եղել, բայց իրենք շարունակում են նույնը ուժեղացնել, իրենք գնալու են, ու այդ ամեն ինչ օգտագործվելու իրենց դեմ հաջորդ իշխանությունը արդեն օրինական, ոչ անօրինական է, օրինական ձևով այն ինչ հնարավորություններ տրված է, այդ ուժայիններով պայքարելու են ձեր դեմ։ Դրա համար էլ ըստ ամենայնի կարճած են աթոռներին։ Դրա համար էլ վախենում են կորցեն այդ, ինչ ասեմ, պաշարը, ժամանակի հարցը ռեսուրսը օգտագործելու եւ ընտրություններից առաջ այսպես արդեն խոճապային դրամատրություններ են դրսեւորում արդեն անթակույց։ Կաթողիկոսին փոխելու այս մոտիվը ինձ համար միևնույնն է, շարունակում է ասոցացվել առաջիկա ընտրությունների հետ, որովհետև ամենայն հավանականությամբ Ադրբեջանը չի թաքցնում, մեզանից ունի պահանջներ եւ Փաշինյանին ասում է դու ես այն մարդը, որ կարող է կատարել այդ պահանջները, դե ուրեմն հիմա ես քեզ առաջադրանք եմ տալիս։ Տես խոսում եմ կաթողիկոսի դեմ, կարողանում ես փոխի կաթողիկոսին։ Հիմա տեսնենք։
կարողանալի է փոխել։ Ես խիստ կասկածում եմ, որ ինչ-որ բան տեղեկ մնա եկեղեցիներում, որտեղ իրավական լծակներ էլ չկան։ Այսինքն իրանք իրավական լծակներ չունեն, հա։ Կաթողիկոսն ամեն մեղքի մեջ կարող են մեղադրել, հանցանք չկա, հանցավոր։ Զարյաները օգտագործելու իրավական լծակ էլ չունեին, բայց չէ, կաթողիկոսը դեմ ինչ պետք է անեն, ասեն Զարյավ ենք օգտագործենք, ոնց որ լուրջ չի։ Իրենք մտել են միտեղ, որտեղ որ օրենքով չի կարգավորվում հարցերը։ Այսինքն այդ մարդիկ հանցագործներ չեն։ Բնականաբար դու չես կարող որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինտիմ կյանքին միջամտել։ Այդ մարդիկ ուղղակի մեկը մյուսին այդ համակարգի ներսում իրենց համար ունեն բարոյական կոդեքսներ։ Դա իրենք դա չեն հասկանում։ Հազար ներողություն։ Հենց դրա համար էլ Փաշինյանի առաջին ստատուսներում ինքը խոսում էր որպես վարչապետ, իսկ հետո իրեն բացատրեցին, որ չէ, դու որպես վարչապետ չես կարող կաթողիկոսին անդրադառնալ եւ ինքը սկսեց խոսել որպես քրիստոնյա։ Նույն կերպ ոնց որ Փաշինյանը չի կարող գալ որոշել օրինակ մարտական եղբայրության միաբանությունում, որտեղ որ արժեքներով ենք մենք միմյանց հետ կապված։ Այսինքն ոչ մի իրավական փաստաթղթով մենք մեկս մյուսի հետ կապված չենք, ոչ մի իրավական փաստաթուղթ չկա, թե այստեղ որոշումները ոնց են կայացում։ Կան որոշեն, որ մենք ինչպես պետք է մեր գործունեությունը ծավալենք, օրենք չենք խախտում, մեր ներսում ունենք մեր կոդեքսը, մեր արժեքները, ձեր գործը չի ասենք։ Հա, մերն է, նույնը եկեղեցին է։ Դրա համար եմ ասում, իրենք լծակներ չունեն։ Այլ բան է, որ ես շատ վստահ չեմ կաթողիկոսի վրա, որ ինքը կարող է այդ պայքարը իր դեմ պայքարի դիմադրել։ Շատ մեծ վստահություն չունեմ, չնայած մենք մեր աջակցությունը հայտնել ենք հայ առաքելական եկեղեցուն, նույն Գարեգին բեն հայտնել ենք մեր աջակցությունը Նիկոլի արած գործողությունների դեպքում։ Ասում ենք, այո, կան եկեղեցում խնդիրներ, բայց դա հետագայում երբ որ սրանց կհեռացնենք, մենք հայերովս միասին կնստենք, կքննարկենք ու ոչ թե հանրային կերպով, այլ մենք հայերով մեր փակ խոսակցությունները կունենանք, կփորձենք կարգավորել, որպեսզի վատ չանդրադառնան նույնիսկ խոսակցությունները, քննարկումները մեր եկեղեցու իմիջին, այդ դարավոր եկած իմիջը, որ կա լավ առումով, դա խոցելը չդարձնենք այլ եկեղեցիների մոտ, այլ ազգերի, այլ պետությունների մոտ։ Եվ իրականում իմիջի մասին խոսած Մասիսը հայ եկեղեցու իմիջը համաշխարհային եկեղեցիների կոնտեքստում ամենաբարձրն է։ Եթե կաթոլիկ հոգևորականները այլևս չեն կարող իրենց մաքուր համարել մանկապղծության, շատ զարհուրելի, զազրելի մեղքից, եթե ռուս ուղղափառ եկեղեցին չի կարող իրեն մաքուր համարել միասեռականությունից, որովհետև փաստերը արդեն ջրի երեսին են, ապա հայ եկեղեցու նկատմամբ նման այսպես սուր մեղադրանքներ չկան եւ չեն կարող լինել։ Եթե լինեին, այսքան սպառնալիքներից հետո ի վերջո կբարձրանային ջրի երես, բայց չկան դրանք։ Ըստ այդմ, այո, հնարավոր է որոշ հոգևորականներ ունենան երեխաներ, բայց երեխա ունենալը մեր օրենսդրությամբ այպանելի չէ։ Քրորեն պատժելի չէ, որևէ լծակ դուք այդ առումով իրենց դեմ չունեք։ Իսկ ներքին կարգ ու կանոնի առումով իրենք հնարավոր է որ այսպես, չգիտեմ, քայլ առաջ անեն եւ որոշեն, որ այսուհետեւ մինչեւ կաթողիկոսության առաջադրվելը մարդը կարող է նաեւ ունենալ ընտանիք, այնպես ինչպես մենք ունեցել ենք մեր եկեղեցու հիմնադրման վաղ օրերին, երբ մարդիկ ունեին ընտանիք, կաթողիկոսությունը իդեպ ժառանգականորեն փոխանցվում էր եւ կարելի ասել մեր առաջին կաթողիկոսները մեկը մյուսի հետևից մարտիրոսվում էին տարբեր երկրներում առաքելություն իրականացնելիս։ Ես ինքս առհասարակ խնդիր չեմ տեսնում, հակառակը եթե իրենք օրենք ընդունել որ դա հանում են, այդ արգելքը հանում են։ Ես ուրախ կլինեմ։ Ուրախ կլինեմ, դեմ չեմ լինի։ Կաջակցեմ, ավելի շատ կաջակցեմ եկեղեցուն, կասեմ գնացեք այդ ուղղությամբ։ Իրականում նոր աշխարհը իր նոր տիպի գայթակղություններն ունի ու թերևս ժամանակն է որ եկեղեցին այդ օրենքները վերանայի, բայց դա հաստատ չպետք է լինի այսպիսի, ինչ ասեմ, ցածր քննարկումների արդյունքում, որովհետև իրականում այս հարցերը հոգևոր բարձր այլ ոլորտներից եկող հարցեր են, արարչական էներգիան օգտագործելու, ճիշտ ուղղորդելու եւ այլն հրաշագործելու։ Սրանք շատ բարձր նուրբ հարցեր են, որոնց հաստատ Փաշինյանը չի որ պիտի անդրադառնա։ Ու կփորձեմ նաեւ զրույցը առհասարակ սրա շուրջ ամփոփել նրանով, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս հարկ են վճարում իրենց ասած են հերոս հարկատուները, որ իրենք ծառայություն մատուցեն, նորմալ մենեջերություն անեն,
նորմալ պաշտպանությունը ապահովեն, երկրի ներքին կյանքը կազմակերպեն, արտաքին հարաբերությունները կազմակերպեն, ոչ թե նրա համար, որ սաղմոսներ գրեն ու բանսարկություններով զբաղվեն, եկեղեցու ինչ-որ բաների մեջ մեղադրեն, դա ձեր գործառույթ է, չէ։ Մենք ձեզ դրա համար հարկ չենք վճարում, որ դուք մեր գումարներով գնաք նման գործողություններով զբաղվեք, կամ գնաք, չգիտեմ, իբր թե կրթեք հանրության, ասենք։ Չէ, էլի, մեր հարկերով։ Կոչ ենք անում բացել ձեր նախընտրական թերթիկը, տեսնել, թե այնտեղ քանի բան եք խախտել, իսկ ավելի ճիշտ բոլոր ձեր նշած կետերն եք խախտել, գնալ եւ փորձել գոնե 1-2-ը կատարել ձեր խոստումներից։ Այս զայրալից մոտայվել թերևս ավարտենք, մաղթելով, որ բոլորը անեն իրենց գործերը, վերցնեն բարձր նպատակներ, մեծ, գեղեցիկ նպատակներ եւ գնան դրանք իրականացնեն։ Ալբինասը